կա համակարգ, smart հաշվիչների համակարգ։ Ինչ է smart հաշվիչների համակարգը իր մեջ ներառում։ Մասնագիտորեն ներկայացնեմ, որպեսզի չհնչի քաղաքական իշխանական ուժի եւ հիմնական նրա օպոնենտի խոսակցության տպավորություն չստեղծվի։ Կան smart հաշվիչներ, որոնք ամեն վայրկյանով տվյալ են տալի կենտրոնին, թե ինչքան է սպառումը։ 70% հաշվիչների փոխվել է եւ այդ հաշվիչների արտադրությունը Հայաստան են դրվել մեր կողմից, բայց 30%-ը դեռ չի փոխվել, բայց պետք է փոխվի, որպեսզի ապահովի։ Հավելագրումների անկումը, որպեսզի դուք հասկանաք, կորուստը մեր կառավարման ժամանակ հեծում մոտապես 40 միլիոն դոլար, 40 միլիոն դոլար տարեկան մենք հետ ենք տվել սակագնին, կորուստ ենք իջացրել։ Սա չէ ձեր ասած հագեցած լինելու հիմնական գրավականը։ Մենք 40 միլիոն դոլար ամեն տարի, պատկերացնեք 10 տարվա ընթացքում 400 միլիոն դոլար հետ ենք վերադարձրել սակագնից, կնեք 10 տարի չէ, մի քանի տարում եկանք դրան։ Մոտապես 200 միլիոն դոլար իմ գնահատմամբ հետ ենք վերադարձրել սակագնին։ Կա Հայաստանում մի գործիչ, իրենք իրանց պարգևավճարները մի ամիս չստանան, բան կար, նախարար կար, որ աղքատ թոշակառուների նախարար էր նշանակվել։ 3 ամիս հետո պարգևավճարը գնաց ստացավ։ Սամվել Կարապետյանը 10 տարվա ընթացքում մոտ 200 միլիոն դոլար, ես շատ բանով եմ ասում, համեստ հաշվարկ եմ տալիս, 200 միլիոն դոլար սակագնին է վերադարձրել կորուստի նվազեցման հաշվին։ Հայաստանում էլեկտրականության կորուստը հասցրել է Չեխիայի մակարդակին։ Ինչ վերաբերվում է տեղային հավելագրումներին, այն մարդիկ, ով դա անում են, պետքա ոչ թե պատժվեն, այլ խստորեն պատժվեն, որպեսզի այդպիսի բան չանեն, բայց մեր ունեցած տվյալներով հավելագրումների չեմպիոնը հիմա ուրիշ կառավարիչներ են։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։